Ֆրինյուզի եթերում Սև և Սպիտակ փոդքասթի հերթական հաղորդումն է կամ թողարկումն է եւ ես մինչ խոսքը գնել իմ փոխանցելը ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հեռուստադիտողների ակտիվ արձագանքին, կոմենտներին, ընդ որում մի կոմենտ կար, որ ասում էր Սև և Սպիտակը այդքան հաջող չի գնել, կարող է դու դրա համար այսօր ինչ-որ ոչ առանձնապես սպիտակ վերնաշապիկ ես հայտել Շատ է երևում։ Դե նես թե ասեմ, ասեմ, ոսր սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն իսկապես ձեր մեկնաբանությունների, ջերմ խոսքերի, մաղթանքների եւ ձեր ցանկությունները ներկայացնելու համար։ Մենք կանդրադառնանք քիչ-քիչ բոլորին եւ կար այո, մարդ ով ասում էր դուք ինչ էլ անեք միևնույն հանրությունը ամեն ինչ հասկացել է։ Նորմալ է որ տենց է կարծում։ Իսկ ինչ վերաբերում է վերնաշապիկին, անկեղծ ասեմ։ Ուրեմն ես եւ կինս աշխատում ենք Մեր տնային աշխատանքների հատվածը ընկնում է շաբաթ-կիրակի օրերը։ Մեծամասամբ բոլորի մոտ այդ օրերն մտնում եմ բաղնիկ նախապատրաստվելու, որպեսզի գամ աշխատանքի, նայում եմ սպիտակ վերնաշապիկս լվացքի մեքենայի մեջ պտտվում։ Ասում եմ, ես գիտեի թե կիրակի օրերն է ձեր հաղորդումը։ Հա, այդ էր պակաս։ Ինքն էլ ուշադիր չի։ Այդ էր պակաս։ Նենց որ սելի հեռուստադիտողներ ձեզանից ես այնքան շնորհակալ, անգամ կինս այդքան ուշադիր չի, ինչքան դուք։ Շնորհակալություն։ Բայց ասեմ, լավ, այս անգամ ոչինչ։ Մի քիչ կեղտոտվել է, սենց ընդունենք, հա, լողակա ջրի մեջ եմ սխալմամբ լողացել։ Բայց մեկնաբանությունների մեջ շատ լավ բաներ կային, առաջարկներ կային, անգամ առաջարկում էին կարողա հյուրել ունենալ։ Ասեմ, որ եթե մեր պավիլյոնի հարցերը ժամանակի ընթացքում լուծվի, իսկ դա կարող է լուծել միայն ձեր հետաքրքրությունը, ձեր դիտումները, տարածումները ավելանալու շնորհիվ, այո, ապա մի փոքր տաղավարը կմեծանա եւ երրորդ հյուր սիրով կունենանք, այո, նաեւ մշակույթից արվեստից խոսելու, ինչու ոչ, այդպիսի առաջարկներ էլ կային։ Սև եւ Սպիտակը ինքը ենթադրում է դրականը, բացասականը, բացը մուքը, այսինքն բոլոր թեմաները կարան լինեն բոլոր գույները սևի ու սպիտակի բանում են, արանքում ապրես պայմանավորվեցինք Դե ինչ, մենք մինչ հաղորդումը քննարկում էինք ինչով սկսել լիքը հետաքրքիր բաներ Հետո իջեցինք, որ շաբաթ է Հետո, բայց քանի որ շաբաթ է Խաշի սեզոնը մեկնարկել է Զինք հայ Ու Մի անգամից ես հիշեցի մի շաբաթվա ընթացքում տարածված մի տեսանյութ, հիմա կխնդրեմ մեր ռեժիսորին այդ տեսանյութը տալ էկրանի վրա, ռոբոտի տեսանյութը։ Դա ինովացիոն, այնպեսի մի հատ ձեռքբերում է, որ ինովացիոն խայտառակություն։ Դա Իլոն Մասկը դրան է ձգտում, բայց չի կարողանում ստանալ։ Ինքը ստանում է ռոբոտ, բայց հարբած ռոբոտ չի կարող ստանալ։ Այսինքն ռոբոտը անում է 1, 2, 3 Ձերքը բարձրացնում է, անում է, սենց ու ընկնում է։ Իսկ այդքան բան Իլոն Մասկը չի կարող ստանալ, ոնց անում է 4, 5, 6 Ոնց անում է իրանց ռոբոտները, պարում են, նաև չինական ռոբոտները, պարում են, խոսում են, ամեն ինչ անում են։ Բայց նայենք, տեսանյութը նայենք, որ մարդիկ հասկանան։ Տեսանյութը նայենք, տեսանյութը դուք տեսնում եք հիմա, ահա, խնդրեմ, 1, 2, 3 ընկավ։ Ընդ որում դու շադրություն դարձրել ես, որ գլուխը կտոր է լինում։ Լավ ընկավ։ Այսև լետով ոնց են փակում։ Ընդ որում էդ էլ չի ստացվում, որովհետև օլորված է։ Իրաք էլ է Ռուսաստանում արտադրված Օլորված է, մինչև ուղում են, բան են անում, արդեն պատկերը պարզա, ընդ որում, ես չգիտեմ Սալավյովը ճիշտ էր, թե չէ, ինվորմացիան Սալավյովը դրան անդրադարձել է, բայց քանի որ Սալավյովը իրանց գերագույն ճշմարտության աստվածն է, ինքը ասեց, որ սրա վրա ծախսվել է 300 միլիոն ռուբլի։ Ուրեմն երկու բան ասել, ստեղ էլի։ Մեկը կապված է խմած լինելու հետ։ Ուրեմն մի հատ հաղորդում էի նայում, էլ իրաց պրոպագանդիստական հաղորդումներից է, այնտեղ հաղորդավարը հարց է տալիս էքսպերտներից մեկին, ասում է, այ ինչքան կլինի 10 հատ 100 գրամը։ Ես ասում եմ լիտր։ Ասում այ տես ասում եմ, սա աշխարհում ասում են որ 10 հատ 100 գրամը էդի հավասար է 1 կիլոյի։ Ու մենք ռուսներն ենք։ Ասոցացում են հեղուկի է, էլի ջո, ասենք խմիչքի։ Դու հիմա պատկերացնում ես Իսկ այդ 300 միլիոնը որ ասում ես, այդ նորմալ է, Գագիկ ջան, ասում եմ, սրանից տարիներ առաջ, երևի մի 7-8 տարի առաջ էր,
Այն ժամանակով էր իրանց այս նանոտեխնոլոգիաների ես ինչ նախարար էր ինչ։ Մի հատ սև ու սպիտակ պլանշետով մտել էր կռեմել, ուզում էր հիմնավորել, որ մի քանի միլիարդի իզուր չի կորել։ Պլանշետը ռուսական պլանշետներ, թե։ Իսկ թվում էր հետևը լամպովի է։ Դե մի քիչ նման է, երևի մենք էլ նման մի բան ունենք, չէ՞։ Ոնց որ։ Չէ, մենք մի հատ ինչ-որ պլանշետ հա, բայց մեզ նայեք, մենք կարանք մեզ նման Հա, բաներ ու հաստատ 300 միլիոն չենք ծախսել դրա վրա։ Հաստատ, չէ, եթե Սերժի ժամանակը եղե։ Շատ հնարավոր է։ Ну ծախսելը չէի ասի, բայց քաշելը։ Եվ քանի որ մենք խոսում ենք հարբած ռոբոտի մասին, այսինքն գինովցած քաղաքականությունը։ Բայց ի՞նչ են ուզել այդ ռոբոտից։ Ինչ են ուզում։ Ուզել են էլ արել, նշանակում։ Ծրագիրը տենց է դրած։ Գինովցածությունը ցավոք մեր այդ ճակերտավոր դաշնակցի մոտ բոլոր մակարդակներում առկա է։ Մենք կարանք հիշենք Ելցինի այն գեղեցիկ տեսանյութերը, Ելցինը մակարդակը դուրս էր գալիս կորում էր։ Բոլորը։ Մենակ Ելցինը չէ, ինչի Ելցինը։ Բոլորը, ասենք Ստալինը քիչ ա խմել։ Մեր նախկին նախագահներից մեկը պատմում էր, որ Ելցինը զանգարել է իրեն շատ չղայնացած տոնով, նեղացած տոնով, ասել է նեղացել եմ։ Հարցրել ասել է ինչի, Բորիս Նիկոլաևիչ։ Ասել է կոնյակը սպրծել է, չեք ուղարկել։ Արկղներով կոնյակ էր ուղարկվում Հայաստանից, բնականաբար չեմ նշի ինչ կոնյակ գովաստան չի, եւ Ելցինը նեղացել էր։ Ելցինն էր, որտեղ տակառ ուներ։ Այո, ունի, բայց բնականաբար այդ տակառը Ելցինի չի հաշվել։ Հիմա այդ տակառը կա, իր մահից հետո ով է կտակվել, էլ ես ռոբոտին։ Ապագա սերունդերին է։ Նորմալ է։ Եվ ընդ որում մենք էլի խոսում ենք եթերից առաջ, այս թեման շատ է քննարկվել, շատ էլ շահարկվել է, քանի որ այլևս կոնյակ անունը պիտի չհնչի հայկական այդ պրոդուկտի վրա, ես հիշում եմ, որ ժամանակին երևի թե Տիգրան Սարգսյանի օրոք առաջարկվեց արբունի տարբերակը։ Հա, Մարիա Երևունի։ Կամ Երևունի, կամ հաստատ Սարգսյանն է, արբունի։ Բայց տես, արի կատակի չվերացենք, որովհետև այստեղ շատ նուրբ նյուանս կա։ Ինչ է ստացվում, սովետական միությունը այդ ժամանակներում, որպեսզի հակադրվի մեկ այլ կայսրության, բացի թքած ունենալով բոլոր օրենքների վրա, այո, շամպայն սկսեց արտադրել, կոնյակ սկսեց արտադրել, բայց թե շամպայնը, թե կոնյակը, դրանք տեղանուններ են, որոնք բացարձակ կապ չունեն սովետական միության հետ։ Այսինքն մարդիկ արտադրություն են հիմնել, այդ արտադրությունը ոնց է Ֆրանսիան հիմա արտադրի արենի։ Հա, չի կարա տես բան լինի, բան, լորի։ Այո։ Չի կարա, ինքը կարա նույն լորին ստանա, բայց անունը դնի ուրիշ բան, որովհետև դնի լորի, մերոնք կգնանք, ասեն չհասկացանք, մենք առաջի քրիստոնեությունը ընդունած ժողովուրդ, էսի չեք անում։ Մի անգամից այտենց ենք, չէ՞, մենք մտնում։ Բայց այս թեման երբ որ շփվում է, բավականին ցավոտ է անցալվում հասարակության կողմից։ Ոնց էս մեր կոնյակը տանում եք, մեր ցավները տանում։ Մեզ մոտ շատ լավ է ստացվում այդ խմիչքը եւ այո, շատ լուրջ փառատոններում, լուրջ տեղեր է գրանցել։ Հիմա էլ անգամ դու կարանք ոտ գցենք ֆրանսիացիների հետ անգամ այստեղ մի քիչ հայկականություն այն մի քիչ էլ կարանք անցնենք չէ չանցնենք լավ համեստություն ենք անում այսօր բայց կոնյակ դա խմիչքի անուն չի կոնյակը դա տեղանուն է աշխարհագրական տեղանուն որը գտնվում է շատ ուրիշ երկրում տես եւ դա իրենք էլ հասկացել են այո դու Տիգրան Սարգսյանի օրինակը լավ բերեցիր իրենք էլ հասկացել են որովհետեւ ժամանակին իրանք էլ են բախվել այդ խնդրին բայց քանի որ իրանք հանրությունից բավականաչափ կտրված են կապ չունեն ժողովրդի հետ շատ լավ հասկանում են որ երբ որ ժողովրդին փորձեն բան բացատրել ժողովուրդը չի ընդունելու մեկը որովհետեւ իրանք իսկ դու գիտես որ մեր այն խանութներում վաճառող խտացրած կաթը որ կա իր դիզայնը գողացած է 30-ական թվականներից, երբ որ մեր հայազգի Միկոյանը գնաց Ամերիկա, Կուբայի բանը։ Չէ, Կուբայի թեման չի։ Միկոյանին Ստալինը ասում է ինչքան փող պետք է, վերցնում ես, գնում ես Ամերիկա, տանում ես ինչքան լավ բան կա, բերում ես։
Միկոյանը գնում է Ամերիկա, տեսնում է այդ խտացրած կաթը, տեսնում է այդ պահածոյացման տեխնոլոգիաները, տեսնում է այդ երշիկեղենի արտադրությունը, ներբերշիկը, ժողովրդի սիրած սասիսկին, այդ ամեն ինչը փողը տալիս է, տեխնոլոգիան առնում է, բերում է։ Ըստեղ է խտացրած կաթը մինչև հիմա մեր մոտ։ Բայց այդտեղ զարմանալու բան չկա, որովհետև առհասարակ այդ նմանատիպ, ինչ ասենք, նորարարություն ասենք, ինչ անենք, Սովետական միությունը երբեք որևիցե բանով աչքի չի ընկել։ Ստեղծարար մի գոյություն չունի։ Հա, կարող է ռազմական ոլորտում մի երկու բան, թե չէ մնացածը էլի գողացել է։ 2700 գործարանը կառուցվել Սովետական միությունում ամերիկյան ինժեներների կողմից ամերիկյան տեխնոլոգիաներով։ Սովետը ոչինչ չունեց։ Դե խոսանք ինգլես, բան, Լենդ-լիզից, հա, մնացած ամեն ինչ։ Բայց եթե գալցենք սնունդից, ես հիշում եմ, որ այն որ 70-ականներն էր, երկրորդ անգամ որ էլի դրսից հայերին ներգաղթ եղավ։ Հայ։ Այդ մարդկանցից մեկը պատմում էր, ասում է, այդ կան չէ հալածած շոկոլադներ բանկայով, անունը չտանք գոլաշեն, բոլորն հասկանում են։ Նույնը զովացուցիչը։ Մեզ թափել տվեցին դա, նավերից թափել ենք դա, որովհետև չիմացան այդ ինչա։ Հա։ Չեն իմացել ինչա, ասել են, էսի կասկածելի բան։ Հասկանում եք։ Բայց որտեղ են եղել մեր մոտ ինչա ստացել։ Բայց այդ մարդիկ այդ Բայց կներեք, Ստալինի պարագայում նորմալ է։ Հա։ Նրա պատմությունը երբ որ նայում ենք, Ստալինը դեռ գողությանը սովոր էր, մարդը Թիֆլիսում, քանի մոտ այսօրվա գումարով մի 30 միլիոն դոլար, այսօրվա բանով եթե նայենք, չէ, եթե չեմ սխալվում, կոնկրետ գողանում են, մարդ խփելով, սպանելով, որպեսզի իրաց հեղափոխությունը։ Շատ ներողություն, կամոն ինչ էր անում։ Կամոն այդ նույն գծի վրա էր։ Կամոն ամենալավ բանկալանողն էր։ Չէ, բայց էսի հենց Ստալինի ձեռքով է եղել իր կազմակերպած բանդայով, քանի հոգու մի 20 հոգու սպանում են այդտեղ իրանք։ Որպեսզի գողանան գումարները, որ իրանց հեղափոխությունը աջակցություն ստանա։ Այսինքն ի սկզբանե այդ հեղափոխությունը արյան մեջ էր եւ այո։ Եվ արյան վրա էր։ Արյունով էր շարունակվեց ամբողջ Ստալինի կառավարումը մինչև իր մահը։ Բայց արյունից որ Սովետական միության դասագրքերից նման տեսարանները միշտ կորցրած են։ Չէ, ավելին այսօրվա Ռուսաստանը սկսել է սրբագործել Ստալինին արդեն, որ դե Ստալինը ուրիշ է եղել, Ստալինը էս է եղել, Ստալինը այն է եղել։ Հա, դες լավ մոմենտներ ունեն, ոնց որ մեր ժողովրդասիրում ասում են։ Եվ իհարկե շատ հետաքրքիր թեմա էր, նախ մեր հերոստադիտողներին ասեմ, թե ինչի մենք այսօր համարյա քաղաքականությունից չենք խոսում, այսօր լռության օր է, այսօր վաղ շաբաթ համայնքում, այո, մեզ ասաց, մենք այսօր ոչ մի բան չենք խոսում։ Մեր հերոստատեսան տնօրենը գլխանց ասեց հանկարծ չմոռանաք, հանկարծ Չէ, մենք ինքներս էլ լավ գիտենք այդ։ Ես մոռացել էի։ Ես գիտեի։ Ասում եմ շաբաթ կիրակին ուրիշ բան Հիմա տնօրենը կնեղանա, կասի ինձ ամեն դեպքում բան անեմ էլի տնօրենը ասես, տնօրենը։ Դա ֆուտբոլը հերթական Սովետից թողած ժառանգություն բարոյական պարտություն էր 0-1 հաշվետի լավ պարտություն է 1-0 բասպես պարտվել են դե հա 1-0 1-0-ն էդի պարտություն չի դա գիտեք ինչ ձեռք բերում է ավարայր ոչ միայն ավարայր չէ որ մենք աղմուտ գետի աջապին ենք այդ բան խաղալուց եղել մենք կռվում ենք հարբած բղերի դեմ հիմա մեր տղերքը կռվում են չհարբած հունգարացիների այն ժամանակները որ ֆուտբոլ էին նայում մի քիչ շատ էին իսկապես վերջին տարիներին առհասարակ փորձում եմ չնայել որովհետև այն ինչ որ անում են մեր հավաքականը իմ ուղեղի մեջ չի տեղավորվում հիմա չգիտեմ ինչ ճանապարհ ընտրած գուցե լավար բան, բայց ես կարծում եմ որ թիմային ցանկություն ընդհանուր առմամբ գոյություն չունի, չկա։ Մեր մոտ դա ազգային երևույթ է, նայ կներես, ես ուզում եմ մի փոքր շեղեմ, ինչքան ուժեղ ենք անհատական մրցաձևերից սպորտային։ Դե բոլորն են ասում։ Բոքս կլինի, շախմատ կլինի, ծանրամարտ կլինի, մնացածը շատ ուժեղ ենք։ Բայց հենց խոսքը գալիս է, որ թիմով մի բան պետք է անենք, չէ։ Ես ավելի լավն եմ, դու ավելի լավն ես, այն ավելի լավն է։ Սինխրոն պլավանյան ոնց է լինում հայերեն։ Սինխրոն լող։ Հա, էդ էլ չունենք, էլի։ Էդ էլ չունենք, չեն կարող որտեղ բոլորը միասին մի բան չեն կարող։ Բայց ես այդ թեման քննարկել եմ իմ հաղորդումներից մեկի ժամանակ։ Իսկապես ժողովուրդ, եկեք միասին մտածենք ու մեկնաբանություններում ուշադիր կլինեմ։ Ես բանա
տեսեք, օրինակ ասում են գերմանացիները պունկտուալ են։ Չէ՞, շվեյցարացիները չգիտեմ ինչ, մյուսները ֆրանս ամեն մեկը ունի մի բան, որ մենք բոլորս գիտենք, որ այո, ընդհանուր առմամբ իրանք բոլորով այդպեսին են, նկարագիր ունեն։ Մի հատ կարող ենք հասկանալ, ինչ մի հատ բան կա, որ մենք հայերս բոլորս դա կանենք, կամ ինչ մի հատ բան կա, որ ոչ մի պարագայում մենք հայերս չենք անի դա։ Երևի թե Չկա ոնց որ։ Երևի թե մենակ այդ խմբային էր, որ ոչ մեկս չենք անի։ Կոլեկտիվ բան։ Բայց սա խնդիր է, բոլորս դրա մասին գիտենք։ Իսկ ինչ ենք առաջարկում, այդպես շարունակենք։ Չէ։ Հիմա ինչ վերաբերվում է ֆուտբոլին, մենք հասկանում ենք, որ ֆուտբոլը այսօր աշխարհում լուրջ քաղաքական լուրջ կորպուսներից ավելի դիպլոմատիկ դիվանագիտական կորպուսներից ավելի լուրջ ֆինանսական գործ է։ Այո։ Այսինքն լավ ֆուտբոլ խաղալուց կարա լավ եկամուտներ ստանա երկիրը, զբոսաշրջությունը, մնացած ամեն ինչը։ Բայց արի ու տես, որ չգիտեմ, կամքը ցանկություն դե պատկերացում մենք չունենք, տենց էլ ինչա ֆուտբոլը։ Չէ, բայց երբ որ մեր այն ժամանակները որ խաղում են, ես հիշում եմ, հենց մերոնք պարտվում են, ասում են դե անձրևեր դրաբար պարտվեցին։ Ասում եմ, բայց լավ, այդ անձրևը մենակ մերոս գլխին է, էս ոնց գլխին չի գալիս։ Անձրևը դառնում դաշտում է գալիս։ Հա, ընդ որում, բայց ամենահետաքրքիր է սպարագայում այնա, որ մերոնք երբ որ գնում են դուրս շատ լավ ավելի լավ է իրար դրսևոր։ Մերոնք երբ որ Հայաստանից գնում են, լինում են շատ մաքրասեր, սիգարետը չեն շպրտում, մնացած հարցերում օրինապաշտ, դեկլարացիաները լրացում են, то մի բան էլ ամերիկացիներից կամ եվրոպացիներից միամիտ շուտ ու շատ լավ, շատ պունկտուալ։ Բայց ո՞նց են տեղեստանում խոսակցությունը հիմա ոնց որ Պոլիէթիլենային տոպրակները 27 թվականից այո հունվարի 1-ից արդեն պետք է արգելվեն ու շատ ճիշտ է բայց ու ես ուզում եմ հասկանամ այս մեր երկիրը կենսոտները ինչով են զբաղվել ինչ են անելու ինչ վնաս են տալու չես թե մի հատ վատ բան ինչ է ստեղծելու արարելու էլ ոնց վնաս են իրանք ասել են սելաֆոնի տոպրակ պոլիէթիլենային տոպրակ չունենք դրա համար աղբը տապեցինք աղբը միանգամից ձեռքերով Չէ, առհասարակ աշխարհում վաղուց են անցել թղթե ավելի ստվարաթղթե տոպրակներին, հա, որովհետև այն բնության մեջ ինքը շատ հեշտ բան է լինում, քայքայվում է, իսկ պոլիէթիլենային տոպրակին հազարավոր տարիներ են պետք լինում։ Վերջերս նայում եմ, չգիտեմ, ուշադիր եղել ես Նայիրին Սարգսյան ինչ որ հետաքրքիր ձեռնարկներով է հանդես գալիս, այդպես մակրոպատումով են զբաղված ու շատ քաղաքացիներ միացել են, ինչը գովելի է։ Հայաստանում ապրող ռուսներն էլ են միացել այդ ակցիային։ Ու բանա, այդ սուրճի այս միանգամյա օգտագործման, սուրճի բաժակ գտան, սառը սուրճի։ Նայեց վրան որ թիվեր։ Մի խոսքով մի 6-7 տարի առաջ գցած ա եղել այդտեղ։ Արևի տակ, նորմալ դիմացել է։ Լրիվ ոչ մի բան, ամեն ինչ ընթեռնելի էր, բան, որ Այնպես որ Ժողովուրդ ջան, պետք է մաքուր պահենք, որովհետև իսկապես դա բնության մեջ չի վերանում։ Չի քայքայվում։ Ընդ որում, այս ամենը մենք բոլորս, չեմ ուզում ասեմ նրանք ովքեր այդպես խոզեն, մենք բոլորս փոխանցում ենք մեր երեխաներին, մեր սերունդներին։ Իր հետ 1000 հիվանդություն։ Մենք կգնանք այս աշխարհում չենք լինի, բայց այդ երեխեքը, իրանց երեխեքը առնչվելու են դրան, որը խնդիր է, այսօր արդեն նույն ու Բարաշենի աղբավայրը տարի մի քանի անգամ Երևանը ուղղակի տերորի է ենթարկում։ Ու դա նրա համար չէ, որ այսօր է ինքը ասել դրա համար, որովհետև տասնամյակներով եկել։ Բերել, լցրել, ոչ մեկը չի մտածել դրա մասին։ Չի մտածել։ Ասենք կարելի էր մտածել, չէ, ամբողջ աշխարհը այդ աղբավայրից փող է աշխատում, մենք այդ աղբավայրով էլ աշխատողներ կան, ուղղակի հայավարի են աշխատում։ Դե իրանց համար են աշխատում։ Բայց բանա, աղբի խնդիրը համամոլորակային, համամարտկային աղետ է, բայց մեր մոտ համահայկա կա։ Մեր համահայկա, մեր յուրահատուկ է, ազգային դաշնակներն են։ Չէ, արի կուսակցությունների անուն էլ չտանք լորության օր է։ Այսօր վաղար շաբաթն է։ Այսօր վաղար շաբաթն է։ Ուրեմն բանա մոլորակում հիմա, եթե չեմ սխալվում, խաղ թե Ատլանտյան օվկիանոսների տարածքում արդեն 3 հատ կղզի կա գոյացած, որոնք որ դու տեսնես ինքը կղզի է, բայց ինքը ամբողջովին աղբով է։ Այսինքն այդ ջրերը, ստորգետնիաբան, իրանց բերում ինչ որ տեղ են կենտրոնացնում, ու ինքը բավականին ծանր կղզի է դարել, ոչ թե շատ է չափսերով մենակ
Ես կղզի է դարձել։ Ու սա էկոտեսանկյունից, էկոլոգիական տեսանկյունից սա աղետ է, պարզապես աղետ է։ Մենք այժմ երևի թե դաթար հայտարարենք կարճատև Ոնց է առաջին եւ շարունակենք։ Կարճ դաթար մեր եթերում։ Ահա Վերադառնանք։ 20 րոպե մի շնչով թռավ, այն որ մեր հերոստատիտողները Հիմա արտաշնչենք։ Մեր հերոստատիտողները ասում էին, որ քիչ է, ակնհայտ երևում է, որ քիչ է, բայց հիմա առաջարկում եմ անցնենք մի հետաքրքիր, ուրիշ հետաքրքիր Այսօր թեմաները դու ես առաջարկում։ Հա, այսօր Ես ոնց որ ձեր հաղորդման հյուրը լինեմ։ Բայց ես էլ թեմա ունեմ։ Հա։ Այս թեմային գիտե դու էլ ես տեղյակ, մենք մինչև եթերը քննարկեցինք, ես ուղղակի քանի որ մոտս գրառել եմ, դրա համար իմ համար ավելի հեշտ է։ Ռուսական պրոպագանդիստական Վարգոնզո նախագծի լրագրողը Դմիտրի Սելեզնյովը եկել է, հասել է Զվարթնոց օդանավակայան, նայել է գեղեցիկ այդ օդանավակայանին, հետանստելու Համոզվել եմ, ինտերները վայրեջք են կատարում, եւ հետաքրքրվել է թե ոնց են թռնում նաեւ Հայաստանից։ Էսի կատակ։ Սա կարևոր, տեսեք, մի նախադասությունում շատ հեշտ է հնչում ինքը, չէ՞։ Ինչա պատահել, մեկը մի հատ լրագրող կոչեցյալ եկել է ու տես անցանկալի բարձվել է որ անցանկալի անձային կա Հայաստանի Հանրապետությունում ու հետա գնացել այդպիսի իրավիճակները աշխարհի բոլոր երկրներում բազմաթիվ անգամներ լինում են բայց այստեղ որն է հետաքրքիր հարց համար առաջին եթե օդանավակայանում լինեն ռուս սահմանապահները հաստատ ինքը հետ էր գնալու թե մնալու էր իր գործը անել ավելին ինքը հաստատ հետը կես լիտր բերած կլներ եւ կնստի ռոբոտի տրամաբանության բարի լույս կանի երկրորդ ինչու է վերջապես այդ Վարգոնզո կոչեցյալ խմբակը իրազեկման խմբակը արգելվել Ինչ ուսումնասիրություններ են եղել, որով ինչի եմ ես հարցը բարձրացնում Գագիկ ջան։ Ես 20 թվականից ի վեր իմ ինչ տեսել, ինչ լսել եմ անկեղծորեն ներկայացրել եմ հատկապես կապված 44 օրյայի պատերազմի հետ, որովհետև այն ինչ որ ես տեսնում եմ ոնց են այստեղ փորձում քաղաքացիներին մանիպուլացնել, մենակ թե դիվիդենդ հավաքեն, այդ զզվելիությունը որ տեսնում եք, ես չէի կարող պայթում եմ, որովհետև իմ աչքով ուրիշ բաներ եմ տեսել։ Եվ սա դեռ այդ ժամանակ ես որ ասում էի արդեն հարցնացու էին ման գալիս այդ տղի համար այն Կարմիր Մորուկովեն այն որ հա մնաց Պրիգոժինի հետո էլ Ուկրաինայում մի լավ ստացավ ահագին պարկեց հետո մի ոտը տնկած պարկած դա դրան քիչ էլ էր այն որ ասում պիտի ուսնել ջարդել ուրեմն նախ երկու հանգամանք ես ունեի տեղեկություն եւ ունեմ տեսանկարը հանում բայց խոստացել եմ տվյալ տիկնոջը, որ դա հրապարակման համար չի, թող կանցնեն տասնամյակներ, նոր դա խիստ անհրաժեշտության դեպքում կբերվի առաջին պլան, որ 44 օրյա պատերազմում եղել են նաև մեր դեմ կռվող ռուսաստանյան ուժեր։ Հենց ռուսաստանյան։ Ու երբ որ ես մի 4 տարի դրա մասին աղաղակում էի, վերջապես մի օր մի FSB-շնիկ Խոստովանում է, որ դա եղել է, ու խոստովանում է ու ասում է, որ դա Պրիգոժինյան հենց ուժերն են եղել, այսինքն վարձկանների, որովհետև ըստ այդ պատմության իրանք ռուս չեն եղել, ռուսաստանցի են եղել։ Տարբեր ազգությունների, բայց ուղարկված ընդեղից։ Հա։ Ու սա ուղիղ կապով, այս ոնց էր այդ Վարգոնզոյի գատյանը։ Ես դրա անունը առանձնապես չեմ էլ ուզում սկի ուղիղ կապով բոլորիս աշկի առաջ ինքը միշտ տեղեկություններ է փոխանցել։ Իմ ընկերը Արցախում, բան ինքը արտիքսի տղա էր, բայց վերջին 20 եւ ավել տարիները ապրում էր Արցախում Ստեփանակերտում մասնավորապես, կինն էլ Ստեփանակերտից, մի խոսքով ընտանիքով ապրում էին այնտեղ։ Ուրեմն պատերազմի օրերին փորձում էր այդ լրագրողներին լավ անուն ասենք Պեգով ապրես բանա պատերազմի օրերին լրագրողներին դրսից եկած փորձում էր հասցնել առաջնագիծ որպեսզի լուսաբանումներ լինեին բայց քանի անգամ ինձ ասել դե մենք կապի մեջ էինք 44-ին ասում գնել ջան Պեգովը ուր գնում է դեմը բացա հետևից ես ֆրանսիացի լրագրող եմ տանում մյուս մեր համար փակա ամբողջը
փակա, մենակ անգամ մեր հայ լրագրողները Ընդ որում Պեգովը արգելված վայրերում էր ուղիղ եթերում անգամ մեր լրագրողները շատ տեղեր չէին ու լավ կլինի այսօր մեր լրագրողները դրա մասին մատ խոսան գնում եք բրիֆինգների ենք մասնակցում փորձում եք եթե ձեզանից կային մարդիկ ովքեր փորձում են առաջ գնալ ձեր դեմը ով էր փակում ու ոնց էր ստացվում որ դուք չէիք կարող գնալ իսկ Պեգովի համար ամբողջը բաց էր ու երբեք իր վրա ոչ մի բան չեր ընկնում Դե հա որտեղ ուղիղ կապի մեջ են եղել ու այսօր արդեն ահացան դիրքավորվում է ինձ դա հաճելի է շատ լավ է դա վստահություն է տալիս իսկ ամեն ինչ լավ է չէ բայց մենք սկսում ենք տեսնել պետության քայլեր անկախ նրանից թե ում մասին է խոսքը Ընդ որում պետության իրավապահ համակարգի շատ ճիշտ քայլեր պահանջում են X մարդուն Հայաստանը չի տալիս, որտեվ այդ մարդը եկել դիմել է Հայաստանին, խնդրել է, որ ինքը մնա Հայաստանում, իսկ առաջ ոնց ասում են ռուսները սիրած խոսքում են, չէ, չեմադան վокзал եւ այլն։ Չէ, բայց այդտեղ գիտեք ինչն է հետաքրքիր, որ ռուսները իրենց ռոպագանդայի մեջ ասում են, բանա, մի նաշիխնի Մենք մերոնց չենք գցում, հա, սենց ժողովրդական լեզվով ասած։ Մենք մերոնց չենք հանձնում։ Հա։ Բայց ու դե հիմա իրան մեծ երկիր է, կարա տենց արտահայտություն իրան թույլ տա, մեկին էլ չհանձնի։ Բայց մեր պարագայում մենք ունենք կոմպլեքսներ, բա ոնց խենք մենք հանձնում, որովհետև մենք չէինք էլ կարող չհանձնել, որովհետև անգամ պետություն չկար տակը դրած։ Իսկ հիմա սկսել են հանձնել։ Իսկ հիմա ումը հանձնելու է, շատ հետաքրքիր ումը պահելու է, պահում Շատ հետաքրքիր բան ասեց վարչապետ Փաշինյանը, որ անցած տասնամյակների ընթացքում մեր երկիրը գծված ա եղել այդ համապատասխան երկրի գրպանը։ Այո։ Իսկ դրա ատրիբուտները մենք տեսել ենք ամեն օր։ Բայց ամեն օր։ Կներես մի բան հիշեցի։ Երեկոյան խնդրանքով եմ դիմել պարոն Փաշինյանին։ Չգիտեմ, տրամադրությունս լավ էր ընկերներով էինք, տենց սիրուն երկեր էինք լսում, ու Ռիչարդ Մարտլենյանի Գուրգեն Մահարու ստեղծագործության վրա ստեղծած Գառների պես սպիտակ երգն էինք մի բան լսում, որոշեցի տեղադրում։ Դու մտածել ես սպիտակ եւ սև կարող։ Սպիտակ, Գառների պես սպիտակ, իմ սերը սև է։ Սիրուն վերցի դրեցի։ Խնդրանքով որ պարոն վարչապետ կլինի մյուս աշխատանքային շաբաթը սրանով սկսենք այն սրտիկով բայց ես ասեմ շատ քաղաքացիներ միացել են դրան ընդհանուր խնդրանք է ձևավորվել ինձ թվում է ականջալուր կլինի եթե ականջալուր չլինի մենակ մի բանի համար որտեղ լիքը ապուշներ ինչ ասես կխոսեն չնայած դրանց կանդրադառնանք դա չի ասել էլի Բայց եթե հանկարծ անի, ես էլ բան այն եղիր ազատ երկ կամ մի հատ։ Դրանով սրտիկով որոշել եմ պատասխանել եմ։ Շատ լավ, տեսեք։ Սես ինչ-որ ջահելացել ենք մեջտեղ։ Մեծերի ասած փոշներս խուզել ենք ել ենք ջահելների խելքին։ Նայ, բայց ինչի համար կներես, Մկրտչյան ջան։ Ես երկին խի անդրադարձա նաև Այս շատ են խոսում դեմոգրաֆիական փոփոխություններից, չէ՞։ Հեսա 300,000 բան է գալի, ադրբեջանցի մտածող վախեցե խառնվել են իրար, յանի իրանք չեն օրը մեջ Թուրքիայի դրոշարում։ Իբր, այդ սա իբր է։ Հա։ Դրանով փորձում են ինչ-որ վախի մթնոլորտեր ստեղծել ու ինչ են, արդեն գիտական մակարդակի աշխատանքներ են արել, թե մեր հայաստանյան դեմոգրաֆիական պատկերը ոնց կփոփոխվի, որովհետև նրանք շատ արագ կդառնան 1.5 միլիոն, հետո իրանք մի խոսքով ու գիտես ինչն է դա ոչ մի անվտանգային համակարգ չի աշխատում։ Բացի այդ ինչ որ 300,000 ադրբեջանցի նստում են իրանց ավտոները, իրանց վեշերը հավաքում, գալիս են Հայաստան, հայերի մեջ, իրանց ոչ ոք հայերից ոչ մի բան չի ասում, երևի թե իրանց հետ մի 800,000 էլ պահապան է գալիս, հա։ Հաթոյանը այդ ասել է, հա։ Լավ, էլի չհիշացնենք, որովհետև լռության օրը կառնչվի ինչ որ քաղաքական ուժի հետ։ Դրա համար կգտնեն։ Լավ, բայց այստեղ ես սա ինչի հիշեցի, չգիտեմ ինչի մեր հեռուստատեսությունները մանկական եվրատեսիլի լուսաբանման մասով կարծես թե пассив են, իսկ մանկական եվրատեսիլը փոքրիկ Ալբերտի մասին չի։
Դա նա ներկայացնելու է Հայաստանը, շատ տաղանդավոր է, շատ։ Եվ երգը անկեղծ եմ ասում, ոչ թե մերնադրա համար եմ ասում, այդ երգը ով ներկայացներ ասելու է։ Ընդ որում ես վերջի անգամ որ նայեցի 550,000-ը անցած էր, չգիտեմ հիմա ինչքան է։ Ամենաշատ դիտումները մերն էր եղել մի երկու օր առաջով 1 միլիոն։ Հա, արդեն։ Այդ մի հատ ռուս բան էր ասում, երիտասարդ։ Բանա, ուրեմն շատ սիրուն երգ է, սա դնենք մի կողմ։ Միակ բանը, որ ունեմ ես, դա նա որ հնարավոր է այդ երգը չհաղթի, որովհետև ինքը արվեստ է, ինքը մրցույթի ենթակա է։ Եվրատեսիլում արվեստը հիմնականում մենակ Եվրատեսիլում չէ, առհասարակ ցանկացած մրցույթում կան նորմեր, ինչ որ պոլիտիկա է դրա մեջ, այո, այսպես ինչ ասես դա այդ ամենի մեջ կա, բայց սա արվեստ է։ Եթե աշխարհը գնա ցանկություն ունի, ում հետ է մրցելու Ալբերտը։ Հիմա այս դեմոգրաֆիան դրա համար է այսպես բերում, երկար ճանապարհներով է գալիս։ Հիմա հիանալի տեսանելի է թե սրանց կառավարումների ընթացքում, ընդ որում ինչու ոչ, հենց էլ առաջին հանրապետության ժամանակներից կարանք նայենք, որովհետև այդ ժամանակել են արտագաղթել մարդիկ։ Դա կառավարման պետական միավորի ինքնուրույն կառավարման բանն է, արդյունքն է։ Ուրեմն Վրաստանը ներկայացնում է հայ աղջիկ, Ուկրաինան ներկայացնում է հայ, Հայաստանը ներկայացնում է Ֆրանսիայում մեծացած հայ, բա դեմոգրաֆիական փոփոխության մասին խոսում եք։ Սա աղետալի դեմոգրաֆիական փոփոխություն չի, ի՞նչ է բա։ Հա, այդ երեխեքը ծնված պետք է լինեին ու ապրեին Հայաստանում։ Կարող են գործուղվել տարբեր երկրներ, կարող են եւ ուրիշ երկրների ներկայացնել տարբեր մրցաշարերում կլինի արվեստի ոլորտում, թե սպորտային ոլորտում լինում են նման բաներ, չէ՞, դա նորմալ է, բայց մարդիկ գնացել բախտ են, որոնք փառք Աստծո ստացվել է իրաց բարակայում գտել են այլ երկրներում, բա մեր երկիրը ինչի մասին է եղել։ Մենք սիրում ենք նստենք, ասենք, գիտեք, այս ինչը հայ է, այն ինչը հայ է, կամ ավելի խորքային գնանք, կակրասը, որ խոսում ենք այս ռոբոտներից բան։ Ինչքան ենք ասում, մեր գիտնականը ստեղծել է առաջին, չգիտեմ, բանկոմատը, մեկը ստեղծել է առաջին քիմիական զենքը, ինքնաթիռը, դեսնեն, ամեն ինչի մեջ կանք, այդ շատ լավ է, օքեյ, բայց հարց է առաջանում։ Հայաստանը այդտեղ ինչ շահ է ունեցել, ինչ օգուտ, ինչ պետական ներդրումային հատվածը որտեղ է։ Եթե դու, չգիտեմ, ոնց են հեղինակային իրավունք, պատենտը որտեղ է ստացել այդ մարդը։ Ստացել է Ամերիկայում, Ֆրանսիայում, SNN երկրներում։ Այսինքն մենք պետական մակարդակով դաստիարակվում ենք հետևյալ կերպ, որ Հայաստանում դուք չեք կարող ոչ մի բանի հասնել, եթե ուզում եք մի բանի հասնեք, հենա խնդրեմ օրինակներն էլ կա, գնացեք դուք էլ փորձեք։ Հա։ Սա եթե ցեղասպանության դրսևորում չի, ի՞նչ է։ Դաժան բաներ։ Դուրս են եկել երկուս էլ լավ։ Դաժան բաներից խոսացիր, հա։ Հետաքրքիր մի հատ միջազգային փաստ բերեմ, որը նաև իհարկե առնչվում է մեր տարածաշրջանին, ռուս-ուկրաինական պատերազմի այս շրջանակներում Ռուսաստանը 2 օր առաջ, 1 օր առաջ լավ ռմբակոծել է Կիևը եւ ամենահետաքրքիրն է, որ նաև ռմբակոծության մեջ օգտագործվել են իսկանդերները։ Մի իսկանդերը թռնելուց է եղել դեպի Ադրբեջանի դեսպանատուն, ամերիկյան Պետրիոտով ուկրաինացիները խփել են իսկանդերին։ Ստեղ ես մի քանի բան եմ հիշում։ Հիշում եմ իսկանդեր, հիշում եմ 44-օրյա պատերազմը եւ 10%-ով չպայթած, թե 10%-ով պայթած։ 10%-ով արդյունավետություն ցույց արդյունավետություն։ Չի պայթել, է։ Հա։ Ինքը այդ 10%-ը գիտես ոնա։ Ասենք եթե մի հատ մեծ նարյադ ընկնից տեղ ինչ կլինի, լուրջ կվնասի, չէ՞, բայց ինքը ավերիչ իր ֆունկցիան չէ։ Այսինքն մի հատ ժեշտի կտոր է այն։ Մծանել բան է այն։ Հա։ Էսի 10%-ն է։ Ինձ թվում է ստեղել է 10%-ի մեխանիզմը աշխատել, Պետրիոտով պարտապես այդտեղ Պետրիոտն է լավ, ավելի լավ համակարգ, քան Իսկանդերը։ Դե Պետրիոտի մասին ոչ մի բան չի կարելի Իմիջայլոց վարչապետի ազգային ժողովի ելույթին այս մասով նույնպես կարելի է անդրադառնալ, որովհետև այ զենքերի մասին հասկանում եք, այս վերջին օրերին շատ է խոսացվում ու առաջարկություն անում, ասում է հավաքվեք 50-50, ձեզ տանենք, ցույց տանք։
Իհարկե ստորագրեք փաստաթուղթը, որ չեք հրապարակի։ Մի հատ րոպե մենք ձեզ ուսումնասիրենք նոր, բայց այնուամենայնիվ, եթե դուք գիտեք մաքուր մարդ եք, դժվար թե հացան ձեր վրա ինչ նպատակային չի գալու ձեր վրա կեղծ բռնի, էլի։ Որովհետև նպատակը այն է, որ մարդիկ տեսնեն, գնան իրենց միջավայրում ասեն այն ամեն ինչ, ինչը որ հանրայնացնելու ենթակա չի, բայց դրա մասին տեղեկություն պիտի լինի։ Հասկանում եք, չէ՞, sense բան կա։ Բանավորը շրջանառության մեջ դրվի, որովհետև բանավոր խոսքում շատ այլ խոսույթներ են հիմա պատտվում։ Եվ այն որ ասում են, բանա միլիարդներով պարտք եք վերցրել սերունդներին, բայց ով է տալու, ո՞վ աճալու, ինչու եք վերցրել եւ այլն, մարդը էլ չդիմացավ, դա ասելու չէր։ Անկեղծ ես չի ուզենա, որ դա ասեր վարչապետը։ Որտեղ մանուշակ մանկապարտեզ չի, էլի։ Ասենք ինչքան իրականության մեջ չեք ապրում, որ բաներ կա, ասենք պիտի զգաք, էլի, անգամ ոչ թե իմանաք, այլ զգաք։ Ինչ եք հասնում դրան, որ ասի, որ այո, այդ պարտքը վերցնենք, որ զենք առնենք։ Չառնենք, որովհետև մի անգամից էր պետք ու շատ։ Ընդ որում ակամայից նաև մեր հակառակորդն է դրա մասին իմանում, էլի։ Բայց այստեղ հետաքրքիր է Ուկրաինայի պատմության մեջ, այնա որ ես կներես չեմ սիրում այդ միջազգային քաղաքականության անդրադառնալ, բայց այնուամենայնիվ դիտարկումներ կան։ Այդ որ ինչի համար էր Ադրբեջանի դեսպանատանը գայս կարող է շարունակվում են կեղծ սրումները ինքնաթիռների կործանման կարա չէ, այստեղ կարա նաև ռուսական խորամանկությունը լինի։ Ես խփեմ, իրանք երբ որ խմում են, լավ խորամանկ են դառնում։ Որ խփեմ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատանը եւ ասեմ, որ դա ուկրաինական հրթիռն է։ Շատ է լինում դե տենց, չէ՞ որ ասում։ Իրանց մոտ էտի շատ։ Խփում են ուկրաինական դպրոցին, ասում են, մենակ ուկրաինական չէ, այստեղ մեր մոտ էլ էր տենց լինում։ Հա։ Խփում են ուկրաինական դպրոցին, ասում են այդ ուկրաինացիք են խփում, որ աշխարհին ասեն, տեսեք խփել, գժի դարա ինչ է, չնայած գժի դարա, բա ինչ է։ Դե հա։ Եթե այս տրամաբանությունը շարունակվի, մենք հիմա կարծեմ Patriot համակարգել ունենք, չէ՞, ստացած թե չէ։ Չէ, ուր էր թե։ Ինչ թվում է կհասնի բանը դրան։ Աստված չանի, որ մեր զենքերը իրականության մեջ կիրառվեն։ Ես ավելի հետաքրքիր բան ասեմ, այդ ծիրի մեջ, այդ տրամաբանության մեջ, էլի վարչապետը, երբ որ ներկայացնում էր նաև, նաև այս թրիփ նախագծի մանրամասները, ընդ որում միջազգային բազմաթիվ հյուրեր կային, ինքը ասեց, որ ստեղծվելու է հայ-ամերիկյան կոնսորցիում, որի կառավարման մեջ էլի գլխավորը Հայաստանն է, այսինքն վճռորոշ խոսքը Հայաստանինն է, նշանակում է երևի թե բաժնեմասներն ավելի շատ Հայաստանինն է, եւ այդ կոնսորցիումն է որոշում, թե ով է կառուցելու երկաթուղին։ Էլի ստեղ ես հասկացա եւ շատ ուրախ եմ ու հանգիստ եմ այդ առումով։ Այսինքն հնարավոր է ամերիկան կառուցի, կամ ամերիկան կարող է կառուցի, կարող է Ֆրանսիան կառուցի, բայց ոչ մի դեպքում Ռուսաստանը։ Կամ նրա հետ աֆիլացված։ Հա, կամ իր հետ աֆիլացված ինչ որ մի ֆիրմա։ Ախր պայմանավորվել են քաղաքականությունից առհասարակ չխոսանք։ Դե որ հարցազրույցից մի բան կարամ ասեմ։ Այդ հարցազրույցից չէ։ Քոչարյանի ոչ թե այդ հարցազրույցից, դրա նախորդ հարցազրույցից։ Այն որ դրել էր քարտեզը ցույց էր տալիս այդ 42 կիլոմետրը բան ինչքան ասում է բանա։ Այս ինչա մենք հաշվել ենք այսքան փող անցնում, փոքր թիվ է ասում իր պատկերացմամբ դե ասում են այդտեղ ամեն ինչը պատրաստ է, մենակ գծերը չկա։ Լավն էր։ Շատ լավն է։ Իրա բերանով ասում։ Չէ, ընդ որում ստեղ նայեք ես, քանի որ մենք շատ ճարպիկ ժողովուրդ ենք։ Ինքը մենակ գծերն է կերել։ Գնել, դու կասկածում ես մի վարքյան, որ եթե ռելսերը հանել են, մեր ժողովուրդը հաջորդաբար ինչը պետք է հանի։ Շպալը։ Ոչի տողի մնա պետք է։ Բայց անկեղծ ասած ես խուլիգանություն արել եմ երիտասարդ տարիներին, այն ցուրտ տարիներին մեր մոտով անցնում էին պոեզի գծեր ու այդ ստիպված եմ եղել 11-12 տարեկան երեխա եմ եղել քույրս ավելի փոքր մարսում էր մի քանի անգամ գնացել տենց գողացել եմ
Բայց լավ էր վառվում շատ։ Շատ, բայց Բայց շատ փիս հոտ։ Անբարակյալ բան է, շատ արագ էր բրծնում ինքը։ Հա, դե ներծծված Շուտ բռնկվում էր, մի անգամից տակածում էր, բայց արագ էլ ինքը վերջանում էր։ Այսինքն մենք գնացինք դեպի ցուրտ ու մութ, այսինքն արդեն հասանք առաջին նախագահի տարիներին։ Ինչու՞ չէ։ Անդա թե ոնց որ ոչ մի Գիտես, խնդիրը որտեղ է։ Դա ոչ թե պետքա բողոքել կամ համեմատականների մեջ դիտարկել, այլ դա պետքա հիշել մեր ժողովրդին քաջալերելու, հիշացնելու կամ մեր երիտասարդ սերունդին նույնպես ներկայացնում, թե ինչերի միջով է անցել մեր ժողովուրդը պատերազմին զուգահեռ ու այսօրվա դրությամբ որքանով է հանրությունը վաստակել լավ ապրելու իրավունք։ Իհարկե։ Ում միևնույնն է այդ նույն ուժերը չեն ցանկանում թույլ տալ։ Չէ, նորից ուզում են վերադարձնել։ Դուք մակար, դուք հենց այդ ցուրտ ու մութով ապրելու ժողովուրդն եք։ Մարդը վադգամավորուհին բերանացի է ասում, այն Քրիստինա Վարդանյանը, բանը։ Բերանացի է ասում։ Ասում ուզում եք լավ ապրեք, գնացեք Դու գիտես, որ ժամանակին շատ լուրջ առաջարկություն կար, ընդ որում կարելի է այդ առաջարկությունը նորից հնչեցնել։ Մենք ոնց որ հիմա պետքա նորից դադար հայտարարենք ու շարունակենք։ Շարունակում ենք, թե հավատում ենք։ Մի փոքր շարունակենք։ Թե շարունակենք։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք, շնորհակալություն։ Այսինքն ստացվում է, որ մենք մեր հետևորդների խնդրանքը մասամբ փորձում են կատարել։ Հա։ Զերով գնում ենք, էլի։ Ռեժիսորը շատ դժվարությամբ համաձայնվեց 10 րոպե ձեզ տալիս եմ, բայց ինչքան կգնա։ Ամեն դեպքում այս խմորումները, ընդհանուր պատկերը դեռ ձևավորման փուլում է, փորձում ենք ամեն ինչ անել, որ ձեր ցանկությամբ։ Գնելը խոսում էր ցուրտ ու մութ տարիներին, չնայած ես սկսեցի խոսալ, դու շարունակեցիր ոնց որ դա ցուրտ ու մութի թեման չէ։ Ուրիշ բան եմ ասում, ժամանակին առաջարկ կար Հայաստանում ավելի շուտ Գեղարքունիքի մարզում կամ այն մատույցներում դնել սիգի արձանը։ Ձկան։ Գիտես ինչի։ Դե որովհետև այո, սիգը փրկեց մեզ այդ տարիներին, չէ։ Բայց արձանը իդեպ աշխարհում մի քանի երկրներում կա։ Սիգի արձան։ Չէ, սիգի չէ, ձկան արձանը։ Դե աշխարհում երկիր կա, որտեղ ջրահարսի արձանել կա, բայց դե ջրահարսին չեն կերել, իսկ մենք սիգին կերել ենք։ Այսպես ասած։ Այդ տարիներին ես տես չեմ կարծում, ես կարծում եմ, որ այդ տարիներին հաղթել է մեր ժողովրդի կամքը եւ հավատարմությունը ավանդական արժեքներին, որոնք որ ժամանակի մեջ շատ կեղտոտվել են։ Թե ավանդույթները, ես չեմ ասում, այդտեղ հենց խոսում ենք ավանդույթներից, չէ՞։ Մի անգամից կգան կարմիր խնձորը մեջ հասկացանք այդ մի բաներ փոխեք, օքեյ, բայց ավանդույթը, մեր ավանդույթները ընդհանուր առմամբ պետքա ճիշտ հակառակ բերել ժամանակին հարմարացնել, ավելի լավը դարձնել։ Այսօր ավանդասեր մարդը, դες մի քիչ ուրիշ ձև է նայվում, հոգևոր մարդը, որովհետև հենց այդ սովն է, որ մենք ժամանակին քարկոծեցինք մեր ով լինելը, մենք փորձեցինք նմանվել այլոց, ուրիշ ազգերի, ուրիշ նիստուկացերի, ուրիշ բաներ բերեն լանել, այսինքն մեր եկեղեցին եթե թույլ տվեց, որ օրինակ, հա, օֆիցիալ ձևով արդեն գնում էր գովազները, բանը Վալենտինի օրը նշեք Վալենտին։ Հա, բայց ինչ վատ բան է դրա մեջ։ Չէ, վատ բանը չէ, բայց դա չի կարող ավելի կարևոր լինի, քան քո Սուրբ Սարգիսը։ Ուզում ես նշել, ազատությունը ինչ ուզում ես նշի, բայց եթե խոսում ենք սիրահարների օրվա կապակցությամբ, նախ մի հատ Սուրբ Սարգիսը, ասեք իմանանք, որ տենց բան կա։ Ո՞վ պետք է ասի։ Հետո ով Վալենտինը ով պետք է ասի։ Այդ մայրաթորը այդ պարագային պետք է ասի։ Գիտես, մշակութային սով կա մեզ մոտ։ Եվ դա տեսանելի անգամ համացանցում։ Ես ինչքան եմ չէ օգտվում համացանցից, եթե մի քիչ կոպիտ գրառում եմ անում, այդ բանը նյարդայնացած եմ լինում, մի փոքր սահմանները անցնում եմ։ Մի անգամից շատ դիտումներ։ Երբ ես խոսեմ սիրուն բանից, չի ստացվելու։ Միանգամից իջնում է։ Չնայած ես դրա վրա չեմ խաղում, որովհետև ես խնդիր դրել եմ իմ առաջ հանրության հասարակության հետ մենք երկու օր առաջ երբ որ քննարկում ենք հաղորդման ապագան ինչից էինք խոսում։
որ երբ որ մշակութային թեմայա, մշակութային թեման համացանցում, YouTube-ում, Facebook-ում դիտումներ գրեթե չի ունենում։ Բայց էդի որոշ հենց այդ անտեսումների շնորհիվ է եկել ասել։ Հա։ Ինքը այդպես չի եղել։ Մշակույթը Հայաստանում այդպես չի եղել։ Եկեք նայեք, այն որ դեռ 4 հատ կանալ էր սա։ Ես շատ հետաքրքիր մի հատ պատմական անդրադարձանեմ, երբ դրանով էլ մեր բանը արդեն կզբաղվի էլ այն 10 րոպեն, բայց շատ հետաքրքիր է ինքը։ Արամ Խաչատրյանի տարին է, որքան ես հիշում եմ, հոբելյանական է։ Այս մարդը ծնվել է Թբիլիսիում, այն ժամանակ Թիֆլիսում։ Թիֆլիսից գնացել է Մոսկվա, բայց հայախոս ընտանիքում, հայկական ավանդույթներ ունեցող ընտանիքում, ամուսնացել է ռուս կնոջ հետ, սկսել է ստեղծագործել, շատ ծանր ճանապարհ է անցել եւ այլն, ու եկել է սկսել է արդեն գրել Գայանե բալետը։ Չեն ընդունել, ասել են իր վերջնաբանը կանցովկեն այդքան լավը չի, սովետական ժողովուրդը պիտի ոգևորող մի բան գրի, այս մարդը արդեն գրել էր, վերջացրել էր, պարտիտուրան, բան ամեն ինչ հանձնել էին, արդեն նախապատրաստական աշխատանքները վերջի պահին գալիս է այդ խորհուրդը, գեղ խորհուրդը, ասում է չի լինելու, կամ պիտի գրես, ջղայնացած, ներվայնացած գնում ատուն, մինչև գիշերվա ժամ 3-ը նստում ատենց, ու մեկ էլ ոնց որ մուսան փայլատող ջղայնությունից, ու ինքը գիտես ինչա գրում այդ պահին, այո, գրում է սուսերով պարը, հետո ինքը սուսերով պարը ամբողջ կյանքում ատում է, որտև սուսերով պարը, ես ավելի լավ բաներ ունեմ գրած, բայց բանը առաջի իրան առաջ մղող բաները Արամ Խաչատրյանի ըլնում է այն նոր այն ոտի կանգնող խորհրդային Հայաստանը առաջի պատվերները Հայաստանի թատրոններից ցալնում ինքը այնտեղ սովից չի մեռնում այն պատճառով որտեվ այս տխուր Հայաստանը իր Արամ Խաչատրյանին Մոսկվայի առաջա բրթում, առաջի կոչումը խորհրդային Հայաստանն է տալիս Արամ Խաչատրյանին, մինչև որ հետո Ստալինը որոշում է պետական մրցանակ տալ, 10 տարի այս խեղճ մարդուն զրկում են ստեղծագործելու հնարավորությունից, ու երբ որ գալիս է, դե արդեն դառնում է աշխարհահռչակ, ամբողջ աշխարհը ճանաչում է բանանում, երբ որ գալիս է արդեն այն մահվան մահճի մեջ պարկած գալիս են կտակը գրելու, ասում է ինձ անպայման ուղարկավորեք Հայաստան։ Ամեն ինչը ինքը ստացել է Մոսկվայից։ 3 հատ պետական մրցանակ, 5-6 հատ մեդալ եւ այլն, բայց ինքը միևնույն է վերադառնում է։ Այ նաեւ հենց սրա համար է, որ ես միշտ եմ արտահայտել, որ արվեստի մշակույթի հետ կապված ինչ որ նախարարություն կամ պետական հաստատություն պիտի չլինի։ Պիտի արհմիությունների տեսքով լինեն ու ինչ որ միջանկյալ բան, որ աշխատում են իրար հետ, էլի։ Որովհետեւ այդ պետական ռազմավար աջակցության ունեթե։ Իհարկե, կարա պետությունը պատվերներ տա։ Հա։ Ու սրան զուգահեռ երբ որ ասեցիր բալետը որ գրում է չեն ընդունում այստեղ ես հիշեցի եթե չեմ սխալվում Փելեշյանի հետ է եղել ռեժիսոր եթե չեմ սխալվում եթե սխալվում եմ ներողություն եմ խնդրում սա կարևորը պատմությունն է մի խոսքով մեր տաղանդավոր ռեժիսորներից մեկը ֆիլմի սցենարը գրած բերում ներկայացնում է պետությանը ասում է բանը նու որ ֆինանսավորվի ֆիլմը նկարի դեստեղ կարդում են դե ժամանակ դες տաղանդավոր բաներ շատ չէին հասկանում, կարդում են, մերժում են, սա վերստով ասում է, մերժեք, դուք գիտեք, ասում է, մեկը ես էլ ֆիլմը արդեն մտքումս տեսել էի, ձեր մասին էի մտածում, նկարեմ դուք էլ նայեք, էլ էդ կինոն, փակենք երևի, ոնց որ թե ժամանակը շատ ենք չարաշահում, բայց առաջիկայում քիչ-քիչ կփորձենք հարմարվել, չէ՞։ Այո։ Մեկը որ խոսենք անսպար խոսակցությունների թեմաներ շատ ունենք, բայց ուղղակի այսօր նաև մի քիչ սահմանափակեցինք մեզ, քանի որ քաղաքական թեմաներին չանդրադարձանք լրության օրվա տրամաբանությամբ, հաջորդիվ վստահ եղեք, որ շատ ավելի հետաքրքիր թեմաներ են լինելու, բայց անպայման դուք հավանել էիք, իրենք հավանել էին, նաև մեր պատմական
անցումները։ Այո։ Մենք փորձեցինք այսօր էլի տենց մի երկու բան։ Հա, էլի մի երկու անցում։ Մի խոսքով մեր հաղորդման ձևավորողը դուք եք, սիրելի հեռուստադիտողներ եւ YouTube-յան ալիքով հետևորդներ, այնպես որ մենք նու կարող է ես մի քիչ գլուխ պահեմ, տենց շատ ուշադիր չլինեմ, բայց նկատեցի Գագիկ Մկրտչյան շատ լուրջ մտել բոլորին առանձին շնորհակալություն էր փոխում։ Այո, անպայման անդրադառնալ։ Իմացեք, այդ ամեն ինչը նաեւ իմ անունից է։ Շնորհակալություն, դե ինչ, եթերում սև ու սպիտակներ կհանդիպենք մյուս շաբաթ։ Ամենայն բարիք։